հետևյալ հերթականությամբ սահմանենք տրիբյուն, ռադար, երկիր և օրագրին պատվավոր իրավունք տանք ասուլիս փակել։ Խնդրեմ տրիբյուն։ Ոչ։ Ռիփսի Մեջեբեջյան, տրիբյուննեեմ, պարոն Քոչարյան, ձեզ Բորիս Մուրազին հնարավորություն տվեց, որ դուք խոսեք նաև ձեր սխալների մասին, բայց ողջ ասուլիսի ընթացքում դուք չնշեցիք որևէ սխալ, որ իրականացվել է ձեր իշխանության ժամանակ, դուք խոսեցիք երկու հիմնական մեղադրանք կա, հա, ձեր հասցեին, խոսեցիք ընտրակեղծարարության մեղադրանքի մասին, երկրորդ մեղադրանքը, եթե բլոկավորեմ, հա, իմ հարցերը, 3 հարց ունեմ, հարց անցյալից, հարց ներկայից եւ հարց ապագայից, անցյալի հետ կապված, կա մեղադրանք, որ ձեր իշխանության ժամանակ տեղի են ունեցել աղմկահարույց քաղաքական սպանություններ, ձեր ձեռքերը արյունոտ են եւ մասնակցություն ունեք դրա մեջ, ես կուզենամ սպառիչ պատասխան տակ դրեն, մասնավորապես Խորխորունու սպանությունը, մասնավորապես Արծրուն Մարգարյան ներքին գործերի փոխնախարար, որը ինքնասպանության ըստ պաշտոնական վարկածի ինքնասպանություն էր գործել, բայց երկու կրակոցով գլխի շրջանում եւ սրտի շրջանում կասկածներ կար։ Շահեն Հովսափյան, Տիգրան Նաղդալյան, շատ են այս դեպքերը, ընդհանուր եթե վերցնենք մի բանի մեջ քաղաքական սպանություններ, ինչ առնչություն դուք ունեք այդ սպանությունների հետ, արդյոք որևէ կապ ունեք թե չէ։ Հարց ներկայից դուք դատի եք տվել Նիկոլ Փաշինյանին, որովհետև ասել էր, որ դուք կաշառակեր եք։ Ասել էր սրանից հետո ձեզ դիմելու եմ կաշառակեր եւ այլն դատի եք տվել։ Դուք դատի եք տվել նաեւ 2018-ին Փաշինյանին, բայց ձեր հայցը հետ վերցրեցիք, որովհետեւ պայմանավորվածության եկաք, որ փաստաբանը ասել էր, որ կասեմ, որ նկատի ենք ունեցել սահմանադրական նորմը ոչ թե Քոչարյանի սպանությունների հետ էր կապված էլի մեղադրանքը 18-ին։ Հիմա պատրաստվում եք այս անգամ էլ նման պայմանավորվածության գնալ դատարանում եւ հետ վերցնել հայցը, թե գնալու եք մինչեւ վերջ։ Եվ հարց ապագայից շատ խոսվեց այդ մասին, բայց սպառիչ պատասխան ես կուզենամ լսել ընտրությունների հետ կապված։ Փաշինյանն ասում է, որ 26-ին իրենց թիմից ասում են 50+ ձայն են ունենալու, ձեր քաղաքական լեզուները կտրելու են, որևէ շանս չունեք ընտրվելու։ Իր ձեռքի տակ կա Վահագն Հովակիմյանը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իր ձեռքի տակ կան վարչական լծակները, որտեղից ձեզ այդ վստահությունը, որ այս անգամ չի կրկնվելու 21-ը, որովհետև 21-ին էլ կար վստահություն, որ քոքը մաշեցվելու է, որ վերջ եք տալու, չեղավ, չստացվեց։ Հիմա որտեղ երաշխիք կա, որ 26-ին էլի կոտրած տաշտակի առաջ չի կանգնելու ընդդիմադիր հատվածը։ Շնորհակալ եմ։ Լավ, ուրեմն սկսենք նրանից, որ Բորիս Մուրազին այդպիսի բան չի ասել։ Բորիս Մուրազին մի րոպե։ Բորիս Մուրազին ասել է հետևյալը. ոչ թե հիմա, այլ հետագայում մի առիթ գտնեք ձեր ժամանակահատը, ճիշտ է։ Դուք սենց հետևականորեն ինձ փորձում եք զրպարտել, մեկ մեծ հարցով, մեկ փոքր հարցով, բայց Բորիս Մուրազին մեր աչքի առաջ ասած ինքը այդպիսի բան չի ասել։ Բայց ես իր խորհուրդը լսելու եմ եւ հետագայում նաև թերություններից կխոսանք։ Հիմա սպանությունների մասին։ Ես ուզում եմ մի բան մենք հստակեցնենք։ Ինչ եք դուք հասկանում քաղաքական սպանության տակ։ Դուք օգտագործել եք քաղաքական սպանություն։ Ինչ է նշանակում քաղաքական սպանություն, իսկ կարող եք ասել։ Աղմկահարույց, օքեյ, քաղաքականը եւ աղմկահարույցը իրարից տարբերվում են, թե ոչ։ Ես կավելացնեմ Տիգրան Նաղդալյանի սպանությունը։ Այսա քաղաքական էր։ Սա քաղաքական էր։ Եվ բացահայտված է։ Հիմա եւ Խորխորունին, եւ դուք մի քանի բան ասացիք, ոչ մեկը քաղաքականությամբ չի զբաղվել։ Ծառայել են կամ պաշտպանության նախարարությունում, կամ ոստիկանությունում։ Անդիմադիր չէին, քաղաքականության չէին զբաղվում։ Սա անվանել քաղաքական սպանություն շատ կներեք։ Ուղղակի սպանությունը այո, որը չի բացահայտվել, շատ վատ է, որ չի բացահայտվել։ Բայց դա կապել, իմ սենց ասեմ, ես
գերագույն գլխավոր հրամանատարն է։ Պաշտպանության նախարարի, եթե չեն սխալվում տեղակալը, չէ, խորհուրդ, հա։ Տեղակալը սպանվում է եւ դուք ասում եք դուք կապ ունեք սրա հետ, թե չէ։ Դե խորհուրդին ինձ ձեռք չտար գործից կազատ է։ Կավարտել։ Մարդ քաղաքականությամբ չէր զբաղվում։ Միջև էլ ոստիկանությունը մեր աշխ։ Դրա համար նայեք, հարց տալու ձևը արդեն այդ հարցի բովանդակության վրա ոնց որ ուզում եք որոշակի ուղղորդում տալ։ Չի ստացվում։ Իսկապես չի ստացվում։ Մի փորձեք այդ ուղղորդումը տալ, որովհետև դուք ըստ էության փորձում եք այդ թեզը շրջանառության մեջ պահել։ Այդ երկու սպանությունը այո աղմկահարույց է։ Նաև ասեմ կառավարության վերահսկողության ծառայության պետը իր բանում պատիեզդում հա նռնակ հա բայց սա կոնկրետ հանրապետական կուսակցության թիմի ակտիվ անդամ էր հանրապետական կուսակցությունը իշխանություն էր այն ժամանակ ու դա համարել քաղաքական սպանություն լավ ու դրա հետ փորձել կապել որը ինձ իսկ դուք համարում եք որ ընդհանրապես աշխարհում բոլոր հանցագործությունները բացահայտվում են այդի բան չկա լավ շատ վատավոր չի բացահայտվել բայց դա կապել քաղաքականության հետ ընդհանրապես աղերս չունեցող սպանությունը ենթատեքստով կապել իմ հետ լավ խիղճ չունեք դուք այդ աստիճանի Նիկոլ եք տենց չի է շատ կներեք բայց կապ չունի դրա համար սա երկրորդ հարցը եւ երրորդ հարցը ինչ էր երրորդ հարցը արդեն բանը նայեք ընտրությունների մասին արդեն խոսք գնաց ընտրությունների մասին դուք ասում եք կարող եք կոտրած տաշտակի առաջ կանել ես ուղղակի քանի անգամ ասացի եւ կկրկնեմ այսօրվա սոցիոլոգիան ասում է որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու շանսեր գրեթե չունի կարող է բան փոխվել կարող է եթե բնակչության մի մեծ մասը այդ դատարկ թղթին խաղաղության մասին օրինակ սկսի հավատալ մեր գործը նա է որ դա թույլ չտալ եւ դրանով ակտիվ զբաղված է եւ ես եւ մեր թիմը եւ ես տեսնում եմ նաեւ բավական ակտիվ մյուս դաշտի մեջ ակտիվ ընդդիմադիրները զբաղվում են նաեւ փոքր կուսակցությունների ներկայացուցիչները ես ասեմ բավական լավ հետաքրքիր հարցազրույցներ բան տալիս են մենք պետք է փորձենք փոխել եթե դուք եք այն կարծիքին որ պետք է այդ ուղղությամբ աշխատել ուղղակի իմ կոչը նաեւ ձեզ դուք ձեր լուման ներդնեք այս գործին ինչքան որ կարողանում եք ու չմտածել որ լրատվամիջոցը ասենց ասեմ լրիվ նեյտրալ լրատվամիջոց քիչ առնում ինչ որ մի կարծիք է ձևավորում իրադարձության վերաբերյալ եւ այդ լրատվամիջոցը կարող է այս կամ այն կարծիքին հարից հա նորմալ է ոքի ուրիշ ձև նաեւ աշխարհում չկա հա դատական հայց նայեք ես այն ինչ որ վերաբերում է քաղաքացիներին իսկ դա քաղաքացիներ են ես ընդհանրապես այդ հարցերով չեմ զբաղվում այդ դատարանը չեմ գնում այն ժամանակ փաստաբանը ասեց հետեւյալը այսպիսի բանը ասել զրպարտությունը դեմ չեք եթե ես դիմեմ ասել եմ օքեյ դիմի որովհետև ես չեմ հետևում թե ով որտեղ ինչ ասեց եւ որ հայցը կարելի է դատական մեծ հավանականությամբ հաղթանակի մտնել դատարան հետո այո փաստաբանը ասեց որ եկել դատարանում հրաժարվել է ասել է մենք սա չի նկատի ունեինք մենք չենք հրաժարվել հայցից դատի ենք տվել իրենք եկել են ասել են հեչ մենք սա նկատի չունեինք ինքը առաջարկեց որ սա տարիներով կարող է շարունակվի սա մեզ համար ձեռնտու հանգամանք է այստեղ կանգնենք ես որևէ դետալների մեջ չեմ մտել հիմա նույնպես ինչ որ եղել է հայտարարություն մենք տվել ենք դատի եթե մեկը գա ես
Չէ, ես հակված եմ գնալ միջև վերջ։ Ուղղակի դուք իմացեք, որ քաղաքացիական հայցերը կարող է տարիներ տևի։ 3 տարի, 4 տարի, բավական ծանրաբեռվածությունը մեծ է դատարաններում։ Ես չգիտեմ, փաստաբանը պիտի գա, ասի, օրինակ, մեկը եկել է ներողություն խնդրել։ Կամ հեչ, պարոն նախագահ, ձեզ ինիկատի չուներ։ Լրիվ ուրիշ մարդու մասին էր այդ խոսքը։ Հիմա ինքը գալով ասի, սենց վիճակ կա, իմ առաջարկը սա է։ Հիմա ես կընդունեմ այդ առաջարկը, թե չեմ էլ մտածել դրա մասին։ Կրկնեմ, սրան սենց մեծ ֆունդամենտալ նշանակություն տալու իմաստը չկա։ Ես այդ դատական նիստերը չեմ գնում, մենք ես ավելի հակված եմ ունենալ լավ փաստաբան, եւ մեր փաստաբանները իսկապես պրոֆեսիոնալ փաստաբաններ են։ Բայց եթե դու պրոֆեսիոնալ փաստաբան ունես, բարի եղիր նաեւ այդ փաստաբանի խորհուրդների, եթե ոչ ամբողջը, միջոչափով ականջալուր լինելու այդքան բան։ Հաջորդ։ Ինչ։ Չէ, բայց ես ուղղակի ցույց տվեցի ես այ դրա համար ներողություն։ Ասում եք ես երբեք ներողություն չեմ խնդրում։ Ներողություն։ Հա, ուղղակի պահի տակ համարեցի, որ բանը։ Հաջորդը ռադար։ Ախր նայեք, ես դրա համար դու ես չեմ խոսում ժողովրդի մոտ։ Ձեզ է թվում, թե ես չեմ խոսում ժողովրդի մոտ։ Մարդկանց մոտ այդ տպավորությունը որտեղից է, մի հատ կարող եք ասել։ Որտեվ ես մի րոպե, ես պաշտոնը թողնելուց հետո 10 մինչև այսօր այդ թեմաները ակտիվ շրջանառության մեջ դրված են լրատվական դաշտում։ Ընդունում եմ, օքեյ։ 10 տարի ուշադրություն չէի դարձնում, ասում եմ, այ մարդ քաղաքականությունից դուրս եմ եկել, ինչ ինչ ուզում են գրել։ Ես չեմ գնալու ամեն sense գրածի հետևից, ինչ որ հետևից եմ եւ այլ, ուշադրություն չէի դարձնում։ Արմատավորվել է։ Բայց երբ որ տալիս է ուղիղ հարց եւ ասում է քաղաքական սպանություններ, ես հարց չտամ, թե քաղաքական սպանության սահմանում մի հատ ինձ ասեք։ Քաղաքական սպանություն մարդկանց մասին, որոնք քաղաքականությամբ երբեք չեն զբաղվել։ Հասկացա։ Շնորհակալ եմ։ Ռադար խնդրեմ։ Ռադար Արմենիա, Լաուրա Հարությունյան։ Պարոն Քոչարյան, ձեր նախագահ դառնալուց հետո Հայաստանից հեռացավ Վանո Սիրադեղյանը։ Նրա հեռանալու պատմությունը կարծես տաբու լինի հայկական իրականության մեջ, ոչ ոք չի խոսում նրա մասին։ Կարող եք մեր հանրության համար բարձրաբանել, ինչպես հեռացավ Սիրադեղյանը, արդյոք կար քաղաքական պայմանավորվածություն, որ նա պետք է հեռանա Հայաստանից եւ չզբաղվի քաղաքականությամբ։ Ի վերջո գնահատականներ կան, որ նա ձեր իշխանության համար նախկինների խավության նոխազն էր։ Քանի որ ձեր գրքում շատ քիչ եք անդրադարձել այս թեմային, այսօր կբացատրեք մեր հանրության համար։ Ես մի քիչ լավ չհասկացա ինչ բացատրեմ, մի հատ ինձ կարող եք ասել։ Ինչու